Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ ձեզ ներկայացնել աջարական խաչապուրիի իմ պատրաստման տարբերակը, որը շատ հեշտ է պատրաստվում, բայց արդյունքը շատ լավ է ստացվում և շատ համեղ։ Սկզբի մասը ցավոք սրտի չնկարեցի բաղադրիչները, չնկարվեց, այնպես եղավ, բայց սովորական ալյուր, խմորիչ, չափերը կգրեմ ինֆոբոքսում, ալյուր, խմորիչ, շաքարավազ, աղ և գորգ ջուր և մի փոքր էլ բուսայուղ։ Եվ հիմա հունցում եմ փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Հիմա մի փոքր նույնպես, քանի որ ջրիկ է խմորս, ալյուրով կհունցեմ սեղանի վրա, որից հետո արդեն էլ կարիք չի լինի ալյուր տալու, պետք չի շատ ալյուր տալ, որպեսզի փափուկ և թեթև այսպես բուլկիանման խմոր ստանանք, այդպես ավելի համեղ է ստացվում խաչապուրիները։ Եվ բնականաբար յուրաքանչյուր խմորիչով խմոր պետք է թողնել, որպեսզի հանգստանան և հասունանան։ Հիմա կհունցեմ և հետագա մեր քայլերը ցույց կտամ։ Մոտավորապես ժամուկես անցել, արդեն իմ խմորը լավ բարձրացել է ամբողջովին, ասեմ նաև խմորը երբ որ հունցեցի ալյուրիով վերջացրեցի, մի փոքր էլ բուսայուղով հունցեցի և հետ դրեցի ամանի մեջ ու ծածկեցի բերանը, որպեսզի հասունանա։ Հիմա խմորս արդեն պատրաստ է, ջեռուցը արդեն միացրել եմ, ինձ մնում է ընդամենը սկսել պատրաստել խաչապուրիները։ Հիմա ձեռքերս մի փոքր բուսայուղ եմ անում և սկսում եմ գնդերը տարածել արդեն նախորդ կտրտած յուղաթղթերի վրա, բայց եթե յուղաթուղթ չունեք, կարող եք յուղոտ տապակի վրա արդեն պատրաստել միանգամից։ Հիմա կկիսեմ չափերով, ոչ շատ մեծ եմ անում, ոչ էլ փոքր։ Այնպիսին եմ անում, որպեսզի երկու խաչապուրիի վրա երկու դեղնուց տեղավորվի։ Այսպես հիմա գնդերը կթողնեմ, որպեսզի մի փոքր հանգստան։ Մինչ ես զբաղված եմ խաչապուրիով, տեսեք այստեղ Մարին ինչքան ինչքան բլինչիկի շերտերը արել, իր մոտ ուղղակի յուրահատուկ շերտեր են ստացվում, բարակ ու շատ նուրբ և համեղ ամենակարևորը։ Դա այդպես, իսկ հիմա պատրաստենք միջուկը, արդեն գնդերս լավ հանգստացել են, սովորական տնական պանիր, ռասիսկի պանիր, հիմա քերիչով կանցկացնեմ, կխառնեմ իրար։ Եվ սկսում եմ արդեն խաչապուրիների ձևը տալ, ձեռքերով արդեն բացում եմ, խմորը շատ թեթև, փափուկ, հանգստացել է և ընդհանրապես ձեռքերին չի կպչում, մի փոքր իհարկե բուսայուղ եմ արել ձեռքերս ու այսպես բացում եմ երկարությամբ օվալաձև, ոչ թե կլոր, որպեսզի տանք մեր խաչապուրիի ձևը։ Մեջտեղի հատվածը մի փոքր հաստ եմ թողնում, բացում եմ կողքերի հատվածից հիմնականում, որովհետև հիմա կողքերի հատվածը նույնպես միջուկ եմ լցնելու, դրա համար մեզ հարկավոր է, որ խմորը կողքերի հատվածում ավելի բարակ լինի և ամբողջովին խմոր չլինի։ Այսպես հիմա այսպես կողքերով կլցնեմ միջուկը սկզբի համար։ Ոչ շատ ենք լցնում, ոչ էլ քիչ, որպեսզի կարողանանք հիմա այսպես փաթաթել
եւ ամբողջ պանիրը ծածկել, որպեսզի այդ ամբողջ պանիրը եփվելու ընթացքում չհալվի եւ դուրս չգա, այլ մնա խմորի մեջ, այդպես ավելի համեղ է լինում։ Չնայած որ կարող եք այդպես էլ չանել, սովորական ուղղակի մեջտեղ լցնել միջուկը, բայց այսպես հավատացնում եմ ամենահամեղ տարբերակն է լինում։ Կարող եք փորձել եւ հաստատ համոզված եմ կհավանեք այս տարբերակը։ Ջեռոցս արդեն միացրել եմ, թխելու եմ 200 աստիճանի տակ, նայեք ձեր ջեռոցներին, եթե ջեռոցը բնականաբար նոր ջեռոց է, ապա ջերմաստիճանը մի փոքր քիչ դրեք, որպեսզի չվառվի եւ եփվի, խմոր չմնա ներսի հատվածը, բայց դա եթե հին ջեռոց է, ապա մի փոքր ջերմաստիճանը բարձրացրեք, քանի որ արդեն իսկ ջեռոցը աշխատելով երկար ժամանակ, ինքը մի փոքր արդեն ջերմաստիճանը ավելի ցածր է լինում, քան նոր ջեռոցներինը։ Այսպես մեջտեղի հատվածն էլ արդեն լցրեցի պանիր եւ հաջորդն եմ պատրաստում։ Իմ տապակի մեջ 2 հատ է տեղանում խաչապուրի, դրա համար հիմա 2-ը տեղավորեցի։ Հիմա նաև կքսեմ դեղնուց, որպեսզի ավելի գեղեցիկ ու ախորժելի տեսք ունենա մեր խաչապուրիները, բայց կարող եք չքսել, կարող եք բուսայուղ քսել ըստ ձեր ցանկության։ Եվ կուղարկեմ ջեռոց։ Տեսեք խաչապուրիներս մայրը արդեն պատրաստ են, թխվել են, հիմա ինչ եմ անում։ Մեզ հարկավոր է այսպես բացել մի անկյունները, այս վրայի մասը մի փոքր այսպես խառնում է, որպեսզի պանիրը խառնվի, քանի որ հիմա դեղնուց ենք դնելու մեջտեղները։ Մի փոքր էլ եմ պանիր ավելացնում։ Եվ հատ-հատ ջարդում եմ ձվերը եւ առանձին դեղնուցները հանում եմ սպիտակուցը, դեղնուցները դնում եմ մեր խաչապուրիների վրա։ Եվս մի 5 րոպե ջեռոցում եւ խաչապուրիները պատրաստ են համ տեսելու, շատ համեղ, ինձ թվում է յուրահատուկ խաչապուրիներ են ստացվելու։ Հիմա անպայման վերջում կփորձենք եւ անպայման կկիսվեմ, հավանեցինք թե չէ։ Հանեցի արդեն ջեռոցից խաչապուրիները, շատ տաք են, ճիշտ է, բայց միևնույն է պետք է հիմա ցույց տամ, փորձենք միասին, տեսեք ուղղակի հրաշք, համ գեղեցիկ է, համ շատ համեղ, բույրի մասին չեմ ասում, թե ինչպիսի բույր է խոհանոցով մեկ տարածվել։ Այսպես թաթախում ենք դեղնուցի մեջ, շատ տաքը ձեռքերս վառում է, թաթախում ենք դեղնուցի մեջ եւ վայելում ենք։ Հուսով եմ կպատրաստեք, կկիսվեք մեկնաբանություններում, հավանեցիք թե ոչ, կսպասեմ ձեր արձագանքներին, իսկ այսօր այսքանը, հաջողություն, առաջիկայում սպասվում է շատ հետաքրքիր տեսահոլովակներ, մնացեք խալիքումս, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նոր վիդեոները դուրս գալու պես տեղեկանաք եւ դիտեք։ Դա ինչ հաջողություն, մինչ նոր համեղ եւ հետաքրքիր հանդիպումներ։